Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 25-ի համար։ Տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվում այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 25-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում ունեք ոչ տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Ամեն ինչ էլ որ լինի հաջողություն է ձեզ բերում։ Միգուցե նոր ծանոթություն է, հա, նոր դուռ է բացվում ձեր առջև։ Միգուցե ինչ որ պետական աշխատող է ում հետ կամ ինչ որ լավ թեմա կունենաք խոսելու կամ լավ պատասխան կստանաք, որը եւս, հա, նոր դռներ է բացելու։ Կամ կարող եք իրար հետ խոսել եւ ինչ որ դռներ փակել, հա, այսինքն ինչ որ հարց փակել իրար հետ կապված։ Նաեւ այդ օրը ինչ որ բանի կորուստ է սա, դա կարող է լինել մտերմության, հավատարմության, նաեւ դա կարող է լինել անվան հետ կապված հեղինակության, պաշտոն եւս, հա, պետք է ուշադրություն դարձնել, նաեւ սա տխրություն է նշանակում, հա, երկուսը իրար հետ, ոնց որ մարդը կամ կորուստից կամ միգուցե այստեղ ինչ որ թեմա եք փակում, նամար եթե չեք ուզում տխրեք, ապա այստեղ տղամարդու հետ կապված թեման մի փակեք։ Նաեւ սա պաշտոնն է, հա, պետք է ուշադիր լինեք, կարող է իրոք ինչ որ խոսակցություններ լինեն, հետո պաշտոնի հետ կապված ոչ կորուստ։ Բավականին էմոցիոնալ կլինեք, կարող է էմոցիաների ազդեցության տակ եք ինչ որ մի բան որոշելու այդ օրը, նաև ոմանք կհանդիպեն իրենց մայրիկին, ոմանք ունեն նաև այստեղ ինտիմ հարաբերություններ կամ ռոմանտիկ ոչ պահեր, նաև քնի հետ է դա կապված, կարող է դժվարանաք այդ օրը գիշերը քնել, բացի դա էլ սա ինչ որ մի բան է, որը մութ է ձեզ մոտ մնաց, այստեղ կարող է այս խոսակցության, այս ամեն ինչի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 25-ին։ Ինչ ուղղություն եք ընտրել, դա ճիշտ է ձեզ համար։ Գնացեք այդ ուղղությամբ կամ միգուցե այդ օրը ոչ ուղի որոշեք։ Ոչ թե արդեն ընտրել եք, այլ այդ օրը կարող եք որոշել, որ սա եմ անում, այսպես եմ անելու, հա, ինչ որ ուղի եք ընտրում։ Նաև այստեղ ոմանք կարող են գնալ հարսանիքի, ոմանք ծնունդ, ոմանք ոչ առիթի։ Նաև սա հասարակական գործունեությունն է, որով որ կզբաղվեք այդ օրը, կամ միգուցե այս ուղղությունը կապված է ոչ հասարակական գործունեության հետ։ Եվ իդեպ ասեմ, եթե նման գործողություններով զբաղվեք, այստեղ աստղ կարող եք դառնալ, հա, այսինքն սա ձեր ցանկությունները իրականացում է եւ ոչ ճակատագրական քայլ է դա եւ բացի դա էլ այստեղ ձեր ցանկությունները իրականանալուց բացի ինչ որ աստղի փայլելու եք, միգուցե այդ ուղղությունը, որ ընտրել եք հասարակական գործունեության համար, դուք կարող եք փայլել, հա, Երևալ, դուրս գալ։ Նաև այդ օրը հերվում, ով որ ինչ-որ հարազատներ ունեն, ապա իրենցից ոչ նորություն կլսեք։ Նաև ոմանք կարող են գիրակել, գնալ այգի, գնան որևէ կենտրոն, որտեղ շատ մարդիկ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հունվարի 25-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք։ Բայց հետո կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Նաև սա տուն մաքրելն է, կամ էներգիան այնքան շատ կլինի, կվերցնեք տունը, կքանդեք, կհավաքեք, կմաքրեք, միգուցե ընկերոջն եք օգնում, կամ ինքն է ձեզ օգնում, կամ վեճ է սա։ Վեճ կարող է հենց նաև լինել ձեր ընկերոջ հետ, որովհետև այստեղ հանդիպում կա ձեր ընկերոջ հետ, միգուցե իր հետ է։ Ներեմ չեք տրամադրությունը փչացնում անիմաստ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 25-ին։
փոքր այստեղ բորբոքված եք կամ անհանգիստ եք, ինչն է պատճառը։ Ժամանակի մեջ չեք տեղավորվում ինչ-որ մի բան արագ անել, կամ ժամը պետք է գնաք ճիշտ ժամանակին հասնել տեղ, դրա համար եք այդպես լարված, բորբոքված դրա համար։ Դրա համար ոնց որ չեք կարող հասնեք, դրա համար բորբոքվում եք, կարող է նաև վիճում եք դիմացինի հետ, որտեղ կարող է ինչ-որ մեկին եք մեղադրում, որ դուք չեք հասցնում կամ նմանատիպ ինչ-որ բաներ են։ Նույն ժամ չեք կարող վերցնել ինչ-որ մեկի մոտ, որպեսզի հանդիպել։ Այդ օրը ոմանք կարող են վիրահատություն անել, նաև դա սուր գործիքներն են, որ պետք է ուշադիր լինեք սուր գործիքներով աշխատելուց, եւ կարող վեճ է սա։ Վեճը, որովհետև այստեղ բորբոքված եք եւ կարող եք այդ դրա ազդեցության տակ ինչ-որ մեկի հետ վիճել, նաև հանել ձեր կյանքից։ Ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, յուրաքանչյուր աշխատանք եւ այլն, յուրաքանչյուր բան։ Եվ այստեղ փոփոխություններ տեղի կունենան ձեր կյանքում, միգուցե դա է առաջին փոփոխությունը։ Ոմանց մոտ սա նաև հղիություն կարող է լինել, ծննդաբերություն, տեղափոխություն մեկ այլ վայր, մեկ այլ տարածք, դա լինի ձեզ համար փոփոխություն։ Եվ ոմանք էլ երկար ճանապարհ կգնան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, միգուցե դա է, հա, ոնց որ ժամանակի մեջ չեք տեղավորվում, ժամանակն է, պետք է գնաք, հա, եւ դրա համար այդ վիճում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունվարի 25-ին։ Այստեղ շատ զրույց կունենաք տարբեր մարդկանց հետ, միգուցե այստեղ հասարակական վայր է, դա է, հասարակական աշխատանք է, այդպես կարող եք խոսել, նաև առիթի եք եւ խոսում եք, շփվում եք, նաև սա կարող է լինել բամբասանք, նաև լեզվակռիվ է, իրար չհասկանաք եւ վիճակ։ Կախված է առուսները ավելի, հա, այդպես ամբիցիաները ավելի շատ են, ուժեղ են եւ կարող եք նաև վիճել։ Ոմանք այդ օրը հարսանիքի կգնան, ոմանք առիթի, ոմանք ոչ հասարակական վայր, այգի եւ այլն, կինո, թատրոն, որտեղ շատ մարդիկ կան։ Բավական էմոցիոնալ կլինեք, ոմանք հենց գիշեր կարող եք լավ չքնել կամ շատ ուշ գալ տուն, ոմանց համար սա նաև ռոմանտիկ ժամադրություն կարող է լինել, այդպես երեկոյան, հա, երեկոյան ժամերին։ Նաև ինչ-որ մի բան է մութ մնում ձեզ մոտ, ինչ-որ մի բանը լիարժեք չի, ինչ-որ մի բանը կասկածելի է։ Օրինակ, այստեղ եթե դեզանից ինչ-որ բան եմ պատվիրում, խոսում եք, պայմանավորվում եք ինչ-որ մարդկանց հետ, բայց ի վերջո չեք հասկանում, դա ուզում է պատվիրի թե չէ կամ պատվիրես թե չէ։ Այդպես, որովհետև դե պատվերի համար պետք է գրանցեն, գումար վճարեն եւ այլն։ Նաև ինչ-որ բան է, ոնց մարդու մոտ մութ է մնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 25-ին։ Մարուկների հետևից եք ընկնելու այդ ժամանակ, մանր-մունր գործեր են եւ պետք է ժամանակի մեջ տեղավորվեք անեք դա։ Մանր-մունր խնդիրներ են, որոնք եւս էլի պետք է ժամի մեջ տեղավորվեք կամ չեք տեղավորվում, դա է հենց մանր-մունր խնդիրները, որ չեք կարող հասցնել ինչ-որ մի բան։ Նաև ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է ինչ-որ մի բան անելու համար։ Եվ սա կարող է մանրուք է, որը խորանում եք օրինակ ընտանիքում։ Դա նաև ասում է, որ հենց խորացի մանրուքների մեջ փաստաթղթերի հետ կապված ինչ-որ մի բան անելու համար, որ ճիշտ լինի, հա, որ չսխալվեք։ Նաև ժամանակ հատկացրեք միգուցե գործերին, միգուցե ընտանիքին, հա, դուք արդեն լավ գիտեք, որին եք ավելի շատ ժամանակ վատնում, եւ ոնց ասում են, պետք է ժամանակ վատնել նաև մյուս կողմին։ Ժամանակն է սկսել ինչ-որ մի բան ձեր կյանքում։ Կամ ժամանակ կարող եք այդ օրը ժամ պայմանավորվել, ժամերը փոխել ձեր աշխատանքի, չհասցնել այդ ժամին տալ կամ ժամանակ են տվել կամ ժամանակ է ֆիքսված, որ այդ ժամին պետք է տալ ինչ-որ մեկին եւ դա համար անում եք։
Ոմանք այդ օրը ժամադրություն ունեն, ոմանք նվեր, ոմանք անակնկալ պահեր, այստեղ ծաղիկներ, ուրախություն, բարձր տրամադրություն։ Ուղղակի ծնունդ է, այստեղ լիքը մանր-մունր գործեր ունեք անելու եւ ժամանակի մեջ չեք տեղավորվում, որ մարդիկ գան, հա, ժամանակի մեջ կոմ պետք է տեղավորվեք, որ մարդիկ գան։ Դե դա օրինակ էր ինչ որ մեկի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 25-ին։ Հաջողություն, ինչ-որ մի բան կանեք, հաջողություն կունենաք, այդ օրը նաև ոչ է ուղի կարող եք ընտրել ձեզ համար, մտածել, որ այսա կարող եմ անել, այսպես եմ գնալու, վերջ սա եմ անելու, այսպես եմ վարվելու, եւ այստեղ 3 երեսանի մարդիկ կան, ովքեր կարող են փորձել ձեզ շեղել ձեր ուղուց։ Կամ լավ մտածեք, լավ ուշադրություն դարձրեք իրենց ասածներին, հասկացեք ճիշտ են ասում, նոր հետո կամ մերժեք, կամ ընդունեք այդ մարդու ասածը։ Եթե զգում եք, որ շեղում են, հա, կարող դուք ինչ-որ մեկի հետ քննարկում եք, դա, ու ասում եք, որ ուզում եմ սա անել, նա, եւ ասում են, հա դե սա ինչ կա, որ էսի սենց է, էսի օրինակ ես մարդ գիտեմ, որ սա արեց, այսպես չստացվեց, հա, ուղղությունը ձեր ըստակ ուղղությունից ձեզ կարող են շեղել։ Դա ձերն է իրավունքը, լսեք իրենց, թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 25-ին։ Ոմանք հարսանիքի են այդ օրը, հստակ է այստեղ։ Ոմանց համար սա պայմանագիր է, սա ընտանիքում ոչ է կարևոր օր է, գուցե ամուսնության հետ կապված է, նաև հարսանիքի օրն է, ոնց որ ձեր նշում եք, պայմանագիր է սա, որը կարող եք կնքել, գուցե հասարակական գործունեությամբ պետք է զբաղվեք եւ պայմանագիր եք կնքում, ինչ-որ բաներ գովազդելու համար, ինչ-որ մեկի համար աշխատելու համար, ոնց որ հիմա ես, ինչ-որ մեկի կա, որ ադմին է եւ իրենց վճարում եմ եւ այսպես, ինչ-որ իրանք զբաղվում են հասարակական գործունեությամբ։ Նմանատիպ գործեր բավականին շատ կան։ Նաև դեսա առիթ է, հստակ առիթ է, հարսանիք է կամ այստեղ ամուսնության առաջարկ անեն ոմանց, շատ հետաքրքիր ձևով, շատ յուրահատուկ ձևով, շատ գեղեցիկ սարքած, կախված է նաև ձեր երկրորդ կեսի ֆինանսական վիճակից, եթե ֆինանսական վիճակը իրեն թույլ է տալիս, ապա շատ շքեղ նաև կարող է լինել ամուսնության առաջարկը։ Նաև այդ օրը ոմանք կգնան գեղեցկության սրահ, ոմանք առողջության հետ կապված ոչ է գործեր կարող են անել։ Ոմանք կարող են սկսել զբաղվել հասարակական գործունեությամբ կամ գնաք այգի կամ ընտանիքով այստեղ որոշեք, գնաք այգի, երեխաներին տանեք այգի, գնաք վարսահարդարման սրահ, գնաք ոչ է կենտրոն օրինակ զբաղվել ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ, գնաք մասաժներ, մուսուժներ, այդպես ինչեր, եւ հետո գաք տուն։ Շատ կան ընտանիքներ այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 25-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Իր հետ կարող եք վիճել, կարող է բժիշկ է, որ կամ կոսմետոլոգ է, որ սուր գործիքներով ինչ-որ բաներ պետք է անի, կամ իր հետ կարող եք վիճել, կամ վիճված էիք արդեն, ժամանակին վիճել էիք և հիմա միամիտ դուրս եք գալիս իրար դիմաց, բայց էլի կարող եք հիշել այդ թեման, կամ ինչ-որ խոսակցություն ունենաք։ Եվ այդ օրը ոմանց սերկ խոստովանեն, ոմանք գտնվեն իրենց հարազատ մարդկանց շրջապատում, նաև սիրված կզգաք ինչ-որ մի բան տեղի կունենա, բայց հետո էլի նորից վիճում եք։ Այստեղ միգուցե շարունակվում է, միգուցե ինչ-որ պահեր են այստեղ տեղի ունենում։ Կարող է իրոք այստեղ այս աղջիկա հետ է կապված, հետո լավ լինեք իրար հետ, հետո նորից սկսեք։ Դա օրինակ է, մի վերցրեք։ Եվ վեճ է սա կամ տուն կարող եք մաքրել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 25-ին։ Այդ օրը ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ոմանց համար սա շատ լուրջ ընտրություն է, ինչ որ գործերի հետ կապված, ամուսնության եւ այլն։ Ոմանց համար սա ուղղակի է, ինչ կրեմ, ինչ հագնեմ, ինչ վերարկու հագնեմ, հա ինչ անեմ։ Դա է։ Սա նաեւ ամեն մարդ իր ճանապարհով։ Կախված է օրվա իրավիճակից, օրվա այդ դրությունից, ամեն մարդ ընտրում է իր ճանապարհը զույգերի մեջ։ Այդ օրը 3 երեսանի մարդիկ կան, կամ ձեզ կշեղեն ձեր ընտրությունից, որ դուք ուզում եք կատարել, կամ միգուցե այդ ձեր որ բաժանվում եք տարբեր մասերի, դա իրանց պատճառն է։ Իրանք կարող ձեզ խորհուրդ տալ, իրանք այդպես կամ վայ, ես ինչ արեցիր, այդպես, բայց իրանք 3 ունեն։ Եթե ինչ-որ մի բան էլ ձեզ այդ օրը առաջարկեն, ապա պետք է հասկանաք, որ կամ մերժելուց առաջ կամ ընդունելուց առաջ լավ մտածեք։ Եվ գումար, ոմանք կստանան, ոմանք էլ կծախսեն այդ օրը։ Գումարի մասին է ամեն ինչը այստեղ կաղը։ Գումար են ուզում ձեզանից, հա։ Գումարը դեր է խաղում այդ օրը ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 25-ին։ Այստեղ կարող եք վերհիշել անցյալը, խորանալ անցյալի մեջ, անցյալից ոյցը մարկանց տեսնել, հանդիպել իրենց հետ։ Նաև դա կարող է լինել ընտանիքում, փորփրում եք անցյալը, հարաբերություններում, որ այդքան էլ լավ չէ։ Սա ընդհանրապես անցյալի մեջ խորանալ է կամ կարող եք հիշել, ինչ-որ մեկին պատմել անցյալի հետ կապված հարցերի մասին, խոսել այն օրինակ նախկինում սենց արեցինք, այդպես։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Նաև ոմանք ունեն ռոմանտիկ ժամադրություն, ռոմանտիկ պահեր, այստեղ կարող է անցյալից ինչ-որ մեկն է կամ հիշեք ձեր ռոմանտիկ պահերը։ Նաև դա վերաբերվում է օրինակ ոնց ինչ-որ մի բան է մնացել անցյալում, բայց այդ անցյալի հետ կապված ինչ-որ բաներ կան, գաղտնիքներ են, ինչ-որ բաներ է անհասկանալի, ինչ-որ բան է, որ լիարժեք չի, չեք կարող հասկանալ։ Նաև գիշերը, այստեղ գիշերը կարող եք լավ չքնել այդ օրը, նաև դա մայրիկն է ձեր, միգուցե մայրիկին եք հիշում, միգուցե մայրիկի հետ է կապված, միգուցե հանդիպում եք ձեր մայրիկին, այդպես։ Եվ նաև այստեղ ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, ինչ-որ մեկի հետ, ոմանք նաև ես նենց նոր հիշեցի, որ ես ունեմ 2 ջրհոս, ում մայրիկները մահացել են։ Եվ այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, այդ օրը ինչ-որ մարդկանց հետ, նաև ոչ փաստաթուղթ կստանաք, ոչ տեղեկատվություն կստանաք, նաև դա փաստաթուղթ ստորագրել է, փաստաթուղթ ուղարկել, չնայած ինքը գիրակի է, կարծես թե ուղարկել դժվար։ Դա ինչ-որ բաներ կարող լրացնել, գրել, կամ կարդալ, այստեղ կարդալ այդքան չի, ինչքան գրելն ավելի շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 25-ին։ Փոքր դժվար օր է, փորձություններով լի օր է, դժվարությամբ կարող եք գումար վաստակել։ Տեսնենք սա ինչ է։ Դժվարություններ են, հա սա, դժվարությունները կկարողանաք հաղթահարել։ Յուրաքանչյուր դժվարություն այդ օրը եթե առաջանա, շատ արագ կկարողանաք հաղթահարել։ Կամ ինչ-որ բան կարող եք անել եւ փակել այդ դուռը օրինակ, այլևս որ այդ դժվարությունները չգան, որ հստակ ոլորտ է եւ այդ ոլորտը մշտապես կա եւ ինչ-որ բաներ եք անում, որ դա այլևս չվերադառնա։ Կամ սա ուղղակի հաղթահարում եք դժվարությունները յուրաքանչյուր։
Այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն, ոմանք գումարի մասին կխոսեն, արժեքի մասին կխոսեն։ Նաև այստեղ տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե տան վարձ եք տալիս, կամ դժվարություններ օրինակ տան վարձը տալը, հետո կարողանում եք, հա, գումար է գալիս եւ տալիս եք։ Նաև տան իրերը տեղափոխություն, հա, այստեղից այնտեղ ընդհանուր տանից տուն եք տեղափոխվում։ Նաև տան իրեր կարող եք գնել, հյուրեր ունենալ, դուք գնաք հյուր, ընտանիքի անդամների հետ շատ լինեք, բոլորով գան, հա, երեխաները օրինակ, եթե ունեք երեխաներ, թոռները գան ձեր տուն։ Եվ սա հենց առիթ կարող է լինել։ Առիթ կամ ձեր տանը, կամ էլի պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար, կամ տուն եք գնում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։